Քաղաքական հետապնդում է Սամվել Կարապետյանի կալանավորումը, նշում է փաստաբան Լուսինե Սահակյանը, հավելելով, որ դատավորը չկարողացավ արդարությունը պաշտպանել։ Իշխանությունից չեն էլ հերքում, սա Փաշինյանի հրապարակմամբ նշված միջամտությունն է։ Ինչքան է ժողովրդավարություն, ամենակոշտ եւ ամենակոպիտ միջոցները կձեռնարկեմ ցանկացած նման դեպքում։ Երեկ գիշեր կալանավորումը որպես խափանման միջոց որոշեց դատարանը։ Մամուլում տարածվող տեղեկությունների համաձայն Սամվել Կարապետյանին տեղափոխել են Արմավիրի նոր կառուցված քրեակատարողական հիմնարկ։ Գործարարի նկատմամբ քրեական գործ է հարուցվել, իշխանությունը զավթելու կոչ էր անելու մեղադրանքով։ Ասել է, եթե չհաջողվի քաղաքական գործիչներին, ուրեմն մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու այդ ամեն ինչին։ Երբ որ կբացահայտվեն, թե ինչ հիմքեր են դրվել նրան կալանավորվելու որպես փաստ հիմք, մենք կհասկանանք, որ դա արդեն էլ անհրաժեշտություններ չէ, որովհետև մեղադրանքը որպես այդպեսին գոյություն ունենալ չէր կարող։ Ելույթը լսելուց մենք ակնհայտ հասկանում ենք, այդտեղ կոչ ընդհանրապես գոյություն չունի։ Ինչը պարտադիր պայման է, առնվազն գոնե այն մեղադրանքի, որը հրապարակայնորեն տարածվում է, որ առաջադրված է Սամվել Կարապետյանին։ Որն է լինելու Կարապետյանի ձևով մասնակցությունը, իսկ եթե դա օրինակ մոմ վառելն էր, ինչու միանգամից քրեական գործ հարուցվեց։ Փաշինյանը ասաց, թող ցուցմունքով ասի դա։ 4 ժամ տևած դատավարության ընթացքում փաստաբաններն ասում են 3 ժամն իրենց հիմնավորումներ, թե ինչու չկալանավորել։ Հոդվածը ծանր է, հիմքերը երերուն։ Բնականաբար այս քրեական վարույթի շրջանակներում ամբողջությամբ զետեղված նյութերը չեն խոսում քրեական օրենսգրքով մեղծագրված հիմնավոր ինչպես կասկածի մասին, այնպես էլ հիմքերի մասին։ Ուստի կարող եմ այս բան միայն նշել, որ որոշումը ակնհայտ ապօրինի է։ Սամվել Կարապետյանը իր աջակիցների համար կոչ էր պատրաստել, ասելով, որ չի հանձնվելու։ Կարդաց եղբորորդին Նարեկ Կարապետյանը։ Ցավոք դատարանը վառ օրինակ ծառայեց օրենքի եւ իրավական երկիր ունենալու հույսով ապրող մեր ազգին, ապացուցեց, որ դեռևս ընդունակ չէ գործել ինքնուրույն, հանուն արդարության եւ առանց հանձնարարությունների։ Ամուր եղեք, մեր հաղթանակին այլընտրանք չկա, առաջ Աստված։ Երեք փաստաբանները նշեցին, որ պատրաստվում են բողոքարկել դատարանի որոշումը։ Այդ ժամանակ դատարանի ներկայացրած կալանավորման հիմքերին դեռ չէին ծանոթացել։ Այսօր էլ նրանց հետ կապ հաստատել չստացվեց, պարզելու ինչ հիմքեր է ներկայացրել դատարանը։ Երբ որ կբացահայտվեն, թե վերջին հաշվով նպատակը որն էր, ինչու սա արվեց, ցանկացած դեպքում լինելու են իրավունքի խախտումներ։ Թե որ իրավունքի խախտումը կլինի, դա կլինի կրոնի դավանանքի ազատության խախտում, թե դա կլինի կոնկրետ հավաքների ազատության խախտում, դա կլինի խոսքի ազատության խախտում կամ ընտրական իրավունքի խախտում։ Ցանկացած դեպքում այստեղ մի շարք իրավունքների խախտման մասին կարելի է խոսել։ Բայց ինչ էլ լինի դա, փաստաբան Սահակյանի խոսքով մարդու իրավունքների միջազգային դատարանում լուրջ հետևանքներ կարող է ունենալ Հայաստանի Հանրապետության համար։ Քրեական գործին ու քաղաքական հայտարարություններին զուգահեռ գործարարի ընտանիքին պատկանող Տաշիր պիցցայի առնվազն 8 մասնաճյուղի աշխատանք է կասեցվել երեկո այսօր։ Սիմոն Հովհաննիսյան, Վարդան Պողոսյան, Reopen Media։